Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրանից հայտարարություններ են հնչում, անհանգստություններ, ասում են իրենց տպավորությամբ Հայաստանը իրենց դեմ գործողություններին է մասնակցում, մասնավորապես թրիփի հետ կապված, որ Վաշինգտոնում հայտարարություն հաստատվեց, եւ ակնկալում է դեսպանը, որ կրկին հանդիպումներ կլինեն եւ կվստահեցնեք իրենց, բացատրություններ կտաք իրենց։ Հայաստանը երբևիցե որևիցե քայլ չի արել եւ չի անի բարեկամական Իրանի ժողովրդի պետության նկատմամբ եւ որևիցե նմանատիպ գործընթացների մեջ ներառված չի լինելու, ինչ վերաբերում է թրիփին, թրիփը նաև մեծ հնարավորություններ է տնտեսական ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում նաև Իրանի համար, եւ ինչ վերաբերում է մտահոգություններին, կարծում եմ, այս լարվածությունը, որը հիմա իրենց երկրում կա, ինչ որ ձևով երբ որ կհանգուցալուծվի, իրանք ավելի հստակ կտեսնեն, որ որևիցե նման բան գոյություն չունի։ Ես դեռ նորանշանակ դեսպանի հետ չեմ հանդիպել, դեռ նման պայմանավորվածություն որքանով գիտեմ չկա, բայց եթե հանդիպեմ, նորից եմ ասում, որևիցե բան չկա։ Տեսնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է օգտագործել եւ Իրանի դեմ գործողություններ իրականացնել այս տարածքից։ Իրանը ունի 10 քանի, հարգելիս, Իրանը 10 քանի հարևան ունի անմիջական, ամենաշատ սահմանակից հարևաններ ունի, այսինքն այդ Հայաստանի 23 կիլոմետրից պետք է Իրանը գործողություն, ԱՄՆ-ն գործողություն իրականացնի բանի Իրանի նկատմամբ։ Իրանին վերջի գործողությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, իրանք ԱՄՆ-ից ինքնաթիռը թռավ, եկավ հասավ ստեղ, իր գործողությունը իրականացրեց, գնաց։ Հիմա ասենք ես կարծում եմ, որ մի քիչ ես կարծում եմ, որ չափազանցրած է ձեր գնահատականը, նման մտահոգություն մենք իրենց հետ կապի մեջ ենք գտնվում եւ ձեր մտահոգությունները չափազանցված է, ինչ վերաբերում է Իրանի դեսպանի հայտարարությունը, ես արդեն ասացի, նաեւ երեք վարչապետն է մեկնաբանել, որևիցե բան վարչապետի մեկնաբանությանը ես չեմ ուզում ավելի։ Ճիշտն էր ասել, որ այդ ճանապարհը միջև այս հայտարարության կնքվել է, որ այդ ճանապարհը Զանգեզուրի Միջանցքի տրամաբանությամբ է։ Լսեք, լավ էր արել ասել էր։ Լսեք, դուք էլ կարող եք ասել, ու ես ձեզ պակաս հարգանքով չեմ վերաբերվում, քան իրանց ընդհանուր առմամբ որևիցե մի պաշտոնյային, շատ բան կարող եք ասել, ես էլ շատ բան կարող եմ ասել, չէ՞։ Սևով սպիտակի վրա գրած բան կա գրած, չէ՞։ Ինչ է դա։ Ասենք ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարը պարոն Ռուբիոն բառացի բաներ է ասում, չէ՞, գրած է, չէ՞։ Եկեք ասենք, որ դա ընդհանրապես Ռուսաստանին է պատկանում։ Մեկնաբանենք, որ դա Ռուսաստանինն է, քանի որ Ռուսաստանը ստեղ ազդեցություն ունի, ինչ ցնդաբանություն ասես կարելի անել, թուղթ գոյություն ունի, արդեն 2 թուղթ ունի գոյություն ստորագրված։ Հիմա ասենք, մեր մեկնաբան կամ իրանց մեկնաբանելով չի։